Այսօր մենք ձեզ բերում ենք խոստովանությունների նոր չափաբաժինը։ Այսօր ձեր էկրաններից ամենասարսափելի մեղքերը կխոստովանեն մանր ու միջին չինովնիկները։ Գնաց։ Ամեն օր մոտս մարդիկ են գալիս, որ տեղեկանք տամ։ Ես կարամ այդ տեղեկանքը 2-3 րոպեում տամ, բայց ասում եմ 12 օրից եկեք։ Չգիտեմ ինչ եմ այդպես անում։ Մեկ-մեկ իմ կաբինետ մտնում են մարդիկ, որ սպասում են, ես պետք է իմ պարտականությունները կատարեմ։ Անշահախնդիր։ Ո՞նց է երկիրը դրանց պահում։ Այսօր մեկին օգնեցի հող սեփականաշնորի, դե փողով ուրիշի հողը լևի։ Ու հիմա նենց վատ եմ զգում, նենց վատ եմ զգում։ Հետո ոնց որ ծանոթացա թղթերին, պարզվեց այդ ուրիշ մարդը ես եմ։ Այ հիմա կասեք իմ սիրտը չի ցավում, անտարբեր եմ, բայց լուրջ եմ ասում, ամեն անգամ կաշառք վերցնելուց ես մտածում եմ, լավ էսի երկիր է, կառավարությունը ուր է նայում։ Մեկ-մեկ երբ մաղարիչները քիչ են լինում, ստեպլերներն եմ գործի տեղից տուն տանում։ Մի հատ վատ սովորություն ունեմ, նույնիսկ խանութում, որ պետքա փողը տամ, այդ փողը սկզբից դնում եմ ծրարի մեջ, նոր եմ տալիս։ Այսօր մի հատ աղջիկ եկավ մոտս թղթերով, պարզվեց պասպորտի քսերոքսը մոռացել է, ասաց դուք կանեք քսերոքս, ասացի չէ, շատ կներեք, պետքա 5 կանգառ վերև գնա կանեք ու գնաց։ Բայց քսերոքսի ապարատը կողքս դրած էր, հենց կողքս։ Երեք տղես եկավ, ասաց պապ ուզում եմ իջնեմ բակ խաղամ, ես էլ սովորության համաձայն ցենց աչքով արեցի, որ մաղարիչանի նորիչնի։ Ինձ գումարի փոխարեն միշտ բամբաներկա են մաղարիչանում։ Ուզում եմ նրան հետո այդ շուխուրը գցել, որ այս շոկոլադ եմ սիրում, բռնելու եմ գլուխը ջարդեմ։ Ինձ միշտ կաշառք են առաջարկում, բայց ազնիվ խոսք, ես կաշառակեր չեմ, ուղղակի ես աչքս ոնց որ ցենց անընդհատ թրթռում է։ Այսօր մեկը եկավ $1 միլիոն առաջարկեց, որ մի հատ օգնեմ շենք սեփականաշնորի ու հյուրանոց դարձնի։ Ճիշտն ասած վերցրեցի այդ $1 միլիոնը, բայց հետո մտածում կարող է շատ զռա, եթե օպերան հյուրանոց դարձնեն։